Տեսեք, ինքը QR կոդը միանգամից բացեց եւ էլեկտրոնային տարբերակով մենք կարող ենք տեսնել տվյալ հողատիպի որակական ցուցանիշներ։ Ոչ միայն հողի որակական ցուցանիշի, այլև հողատիպի, կազմի, վիճակի ու Հայաստանի հողային ռեսուրսների մասին արդեն կարելի է տեղեկանալ 3 լեզվով Ագրարային համալսարանի Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, մելորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի վերանորոգված, ժամանակակից լուծումներով հագեցած, եռաչափ մոդելավորմամբ ձևավորված թանգարան լաբորատորիայում։ Այս թանգարանը նախատեսված է գրեթե բոլորի համար։ Այստեղ տարիքային սահմանափակում չկա։ Թանգարան կարող են այցելել եւ տեսնելու հետաքրքրություն ունեն նաեւ դպրոցահասակ երեխաներից սկսած միջին տարիքի մարդիկ, ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները, գիտնականները եւ ընդհանրապես քաղաքացիները, ցանկացած մարդու համար ինքը շատ հետաքրքիր է։ Հողագիտության այս թանգարանը հիմնադրվել է խորհրդային տարիներին, ժամանակի ընթացքում հնացել, կորցրել էր արդիականությունը։ 2 տարի առաջ ԱՄՆ զարգացման գործակալությունից ստացած դրամաշնորհով այն հիմնանորոգվեց։ Վերազինված թանգարանը բաց է բոլորի համար որպես ինտերակտիվ եւ ուսուցողական տարածք։ Այցելուները հենց այգուց կարող են նմուշ վերցնել, կատարել հողի անալիզ, իսկ ցանկության դեպքում իրականացնել մանրամասն հետազոտություն։ Թանգարանում ներկայացված են ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ասիական տարբեր տարածաշրջանների հողատեսակներ, ինչը թանգարանը գրավիչ է դարձնում նաև արտասահմանցիների համար։ Թանգարանում կան նաև Հայաստանում տարածված հողաստեղծող ապառները, մեր թանկարժեք քարատեսակները, այստեղ ներկայացված է հողի մշակման տարբեր մեթոդիկաներ, մոլախոտերի համակարգը։ Թվային լուծումներով հագեցած հողային ցուցանմուշներին զուգահեռ թանգարանում ներկայացված են նաև գյուղատնտեսական գործիքներ, որոնք երբևէ հողի մշակի ձեռքում են եղել։ Այստեղ կարելի է տեսնել նաև գյուղական կենցաղի հին իրեր, որոնք կապում են մարդուն հողի, բնության եւ նախնիների ապրելակերպի հետ։ Թանգարանի վերաբացումը մասնագիտական հանրության համար նշանավորվում է նաև Հայաստանի հողերի արդի վիճակը մասնագիտական գրքի շնորհանդեսով։ Մի կողմից ստեղծվել է գրքի նման բարիք, որը թույլ կտա ուսանողներին իրենց տեսական գիտելիքները հարստացնել։ Մյուս կողմից թանգարանի արկայություն հնարավորությունը նաև շատ դպրոցահասակ երեխաների ներկայացնելու մեր հայրենի բնությունը, մեր հայրենի բարիքները եւ այդ առումով օգնել ոչ միայն ագրարային համալսարանին, այլև հանրակրթական դպրոցներում բնագիտություն առարկա ուսումնասիրողներին։ 5 գլխից բաղկացած գրքի առաջին բաժնում ներկայացված է Հայաստանի հողային ծածկույթը եւ դրա վերջին 20-ից 30 տարիների փոփոխությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել վերջին 3 տասնամյակում հողերի բերիության ցուցանիշների փոփոխությանը։ Երկրորդ գլխում ընդգրկված են Հայաստանում հողերի էրոզիայի երևույթները, դրանց հետ կապված խնդիրները, լուծման ուղիները։ Երրորդ գլխում ընդգրկված է Արարատյան հարթավայր իրեն խնդիրներով հագեցած հողերով, մելորացիվ վիճակի, ուրեմն բարելավման ուղիներն են տրված։ Չորրորդ գլխում ընդգրկված են ագրոքիմիայում կիրառվող տարբեր միջոցառումները։ Միջոցառման ավարտին տնկվում է ծառ որպես խորհրդանիշ այն հողի, որը նոր կյանք է տալիս ոչ միայն բնությանը, այլև վերաբացված թանգարան լաբորատորիային։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։